Փետրվարի 9-ի 2026 թվականի ժամը 21:30-ին Պանարմենիա հեռուստաալիքով հեռարձակվում է «Գոյամարտ» սերիալի 12-րդ սերիան, որը հերթական անգամ ապացուցում է, որ սա պարզապես մարտերի մասին պատմություն չէ, այլ մարդու ընտրության և ներքին ուժի խորքային ուսումնասիրություն։ Յուրաքանչյուր նոր սերիա ավելի է ընդգծում գլխավոր հերոսի անցած դժվարին ճանապարհը։ Կյանքը պայքար է, և նա, ով չի տեսել պայքար, չի ճանաչել կյանքը։ Սերիալի սյուժեն կենդանի ապացույցն է այս խոսքերի։ Երիտասարդ խառը մենամարտերի մարտիկ Ռաֆայելն ընտանիքը պահելու համար հայտնվում է ընդհատակյա մարտերի աշխարհում, չգիտակցելով, թե ինչ ողբերգական հետևանքներ կունենա դա իր և իր հարազատների համար։ Սերիալի ուժը նրա կերպարների խորության մեջ է։ Ռաֆայելը ներկայացվում է ոչ իդեալական, բայց ազնիվ մարդ, ով հավատում է, որ իրական ուժը միայն ֆիզիկական չէ։ Նրա համար հաղթանակը սեփական խղճի, արժեքների և սիրո պահպանումն է, անկախ հանգամանքներից։ Գոյամարտը առանձնանում է իր անկեղծությամբ և լարված, բայց հավասարակշռված պատմությամբ։ 12-րդ սերիան նոր շեշտադրումներ է բերում և հիշեցնում, որ իրական հաղթանակը ծնվում է ներսում։ Սա այն սերիալներից է, որը դիտելուց հետո պարզապես չի մոռացվում,